Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի այս տարվա արտաքին քաղաքական ձեռքբերումները, նշելով, որ ԱՄՆ նախագահը 8 պատերազմ է դադարեցրել։ Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Սարսափելի կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեր, բայց մենք դա կանխեցինք, նշել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների մյուս նվաճումների շարքում Ռուբիոն առանձնացրել է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը երկրների ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը, ԱՄՆ պետքարտուղարության եւ միջազգային զարգացման գործակալության բարեփոխումները, թմրակարտելների դեմ պայքարն ու սահմանների ամրապնդումը։ Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում, հավելելով՝ լավագույնը դեռ առջևում է։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է քաղաքացիներին։ Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում արմատական ձախակողմյան սրիկաների, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում, գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Իրականում մենք ունենք ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակ, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշներ, գնաճի բացակայություն եւ ՀՆԱ-ի 4.3% աճ, ինչը 2 կետով բարձր է սպասումներից, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով իր սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ-ին ապահովել են տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում եւ հուսալի ազգային անվտանգություն։ Մեզ նորից հարգում են, միգուցե այնպես, ինչպես երբեք նախկինում չեն հարգել, ամփոփել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը, պայթուցիկ սարքի պատճառով վիրավորվել է իսրայելական բանակի սպա։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահում։ Իսրայելական կողմն ակնկալում է, որ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները եւ զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ Համասը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով Ռաֆահում տեղի ունեցածը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։ Նա հավելել է, որ այդ մասին Համասը տեղեկացրել է հրադադարի միջնորդներին, ընդգծելով, որ խմբավորումը շահագրգռված է Գազայում հրադադարի պահպանմամբ եւ իրավիճակի հետագա սրում թույլ չտալու հարցով։ Լինի դա արևելյան միջերկրական ծովում, Էգեյան ծովում թե այլուր, մենք չենք ոտնահարում ուրիշների իրավունքները եւ թույլ չենք տալիս ոտնահարել մեր իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արձագանքելով օրեր առաջ տեղի ունեցած Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համատեղ մամուլի ասուլիսում Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ 3 երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց եւ կոչեր արել նրանց, ովքեր երազում են կայսրությունների վերականգնման մասին, մոռանալ այդ մասին։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Անկարան շարունակելու է գործել միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել կամ զոհեր, հայտնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Գերատեսչության տվյալով միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի մարզի Շամսիդդին Շոխին շրջանում։ Նշվում է, որ 3 զինյալ, որոնք ապօրինի հատել են պետական սահմանը, զինված դիմադրություն են ցույց տվել եւ ոչնչացվել գործողության ընթացքում։ Բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության 2 աշխատակից։ Գործողության ավարտից հետո սահմանային իրավիճակը գնահատվում է կայուն եւ հանգիստ։ Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները գլխավոր հետախուզական ծառայության եւ միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպած գործողություն են իրականացրել Ալ-Մուադիմիա քաղաքում իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում։ Ձերբակալվել է Դամասկոսում դրա առաջնորդը եւ նրա օգնականները։ Այդ մասին հաղորդել է սիրիական Սանա գործակալությունը։ Ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա Ազ-Զաաբին էր։ Արգելավել են պայթուցիկ սարքավորումներ եւ զենքեր։ Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել է երկրի հանձնառությունը պայքարելու իսլամական պետության դեմ եւ ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին եւ միջազգային կոալիցիայի անդամ պետություններին միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։ Դեկտեմբերի 25-ին աշխարհի քրիստոնյաների մեծ մասը նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում խոսել է ամբողջ աշխարհում անօթևանների վիճակի եւ աշխարհը ցնցող պատերազմների պատճառած ավերածությունների մասին։ Նա ցավով է անդրադարձել նաեւ Գազայում պաղեստինցիների վիճակին։ Reuters գործակալությունը նկատել է, որ մայիսին ընտրված Լևոն 14-րդի ելույթներն ունեն ավելի զուսպ եւ դիվանագիտական ոճ, քան նախորդ Ֆրանցիսկոս Պապինը, եւ նա սովորաբար խուսափում է քաղաքական թեմաներից։ Այնուամենայնիվ նոր Պապը վերջին շրջանում մի քանի անգամ անդրադարձել է Գազային եւ անցած ամիս հայտարարել է, որ Իսրայելի եւ պաղեստինցիների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է նախատեսի պաղեստինյան պետության ստեղծում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։